Սրտանց փարթանք Տիրոջ սիրելին։ Ամենաուրախալի տեղը եկեղեցում լինելն է։ Մենք բոլորս էլ եկեղեցում ենք եղել, եկեղեցում ենք սովորել, եկեղեցում ենք մեծացել։ Դրա համար փարթանք Տիրոջ։ Հիշենք նրա բոլոր բարությունները եւ հիշենք մեր ծնված օրվանից մինչև հիմա ինչքան բարություններ արի Աստված մեզ, անսահման, ինչքան փարթանք քիչ է։ Ես մերկու խոսք եմ ասում մինչև հիմնական նյութին անցնելը, սիրելիներ, դու հավատում եք, որ հավիտյան Աստծո հետ պիտի ապրեք։ Ես լուրջ հավատում եք։ Ես զարմանում եմ։ Հայք ասեմ։ Այդ հավիտենությունը ինձ ու քեզ տալու համար Աստված մարդացավ Հիսուսը։ Անես տառապանք կրեց երկրյա, ոչ մեկն էս տառապանք չի կրել։ Նա ճաշակեց կրակի լճի մահը, որ մեղքի վարձ կտա, ինչ տառապանք ապրավ, բացատրել լեզվով աննարինա։ Ես խորը համոզված եմ, Ադամից սկսած մինչև վերջի մարդը, բոլոր մարդիկ Հիսուսի ոտի տակի հողը չարժեն, բոլորը միասին, Հիսուսի ոտի տակի հողը չարժեն։ Նա եկավ, մորթվավ, որ իմ հետ հավիտյան ապրի։ Եթե իրա խաչը չներ, մենք հավիտյան չէինք կարող ապրի հետ։ Մենք հասկանում ենք հավիտյան, բառն ենք հասկանում, բայց հոգով ես խորը համոզված եմ, եթե հավիտյան պետք է ապրես, խի ամբողջ կյանքը չես նվիրում իրան, խի ամեն ինչ չես ուրանում, խի ամեն օր խաչը չես վերցնում, չես ուզում, այդ դու իրա սիրուն էլ չես հավատում։ Հոգևոր մարդ դառնալու համար ամենակարևորը հավատալ, որ Աստված սերը։ Սերը պետք է տանի ձուլ իրա հետ, ուրիշ զորություն չի կարող։ Եղբայրները քարոզեցին շատ լավ։ Ես մի թեմա եմ ուզում խոսել, որ շատ հոգևորների կյանքում այդ թեման կիսատ է մնում։ Չգիտեմ, բոլորը կիմանան այս 4-րդ թագավորաց գրքի, կարամ կարդամ, բայց նոր հոգիներ եթե կանստեն, կարդամ, որ իմանան։ Եղիայի Եղիսեի պատմությունն է։ Եղիան Եղիսեին ասում է, դու մնա Գաղաղա, ես Բեթել եթամ։ Հասնում եմ Բեթել, ասում է, դու մնա, ես Երիքով եթամ։ Երիքովից հետո ասում է, դու մնա Երիքով, ես Հորդանան եթամ։ Հորդանանից հետո նոր Եղիան ասում է, Եղիսեին ինչ ես ուզում։ Ասում է, քո զորության կրնապատիկը։ Հետաքրքիր թեմա է այս թեման։ Գաղգաղան այսօրվա Գողգոթան է։ Գողգոթան է։ Բեթելը մարդի ներսը Գողգոթան սարքում Աստծո տուն։ Երիքովը մեր մարմինն է։ Բոլոր հավատացյալները ուրախությամբ Հիսուսի Սուրբ Հոգով օծվում են, մեծ ուրախություն են, որ իրանց ներսը լինում Աստծո տուն։ Բայց Երիքովը շատերը չեն հաղթում։ Պողոսն էլ Երիքովին հանդիպեց։ Հռոմեացիս թուղթը Երիքովի մասին է գրած։ Մանավանդ 7-րդ գլուխը։ Ասում է, հավնում եմ, ներսով հավնում Աստծո օրենքին։ Գիտի, որ Աստծո օրենքը սուրբ է։ Բայց ինք Հռոմեացիս 7:25-ում գրված է, մտքով Աստծո օրենքին է, մարմնով մեղքի օրենքին։ Բոլոր հավատացյալները հենց հասնում են Երիքով, այնտեղ պարտվում են շատ-շատերը։ Նույնիսկ եպիսկոպոսներ են պարտվել, երեսներ են պարտվել, սովորական եղբայր քույրեր, շատ երկիշներ են պարտվել, շատ-շատերն են պարտվել։ Ես հիշում եմ, 71 թվին, որ ապաշխարեցի,
Հայաստանում ընդամենը 72 երիտասարդ էր, մի 150-200 հոգի մարդ հազիվն էին։ 72 երիտասարդից 10 հոգի չմնացին հավատքի մեջ, բոլոր աշխարհ գնացին։ Երիքովը հաղթեց իրենց։ Այսօր շատ հավատացյալներ հասնում են Երիքովին, արդեն աննարինալ դանսնելը։ Այդ երկուսի մասին խոսենք մի քիչ, խոսենք, որ հասկանանք։ Պետրոս առաքյալը ամեն բան թողեց, Հիսուսին հետևեց։ Հիսուսն ասեց, քեզ մարդի որսորդ կսարքեմ։ Մինչև քարոզեց, բժշկություն արեց, հրաշք արեց, այլակերպության լեռան վրա ելավ, բայց ինքը չէր հասկանում, որ իր մոտ Երիքով կա, չէր հասկանում։ Ասում էր, ով ուրանա, քո մտքով շանսի ես կուրանամ, ես քո հետ մեռնելու եմ գալիս։ Եկավ ժամանակը, անենց ուրացավ, անենց անիծելով, երդվելով ուրացավ, որ կյանքում տես բան չէր արել Պետրոսը։ Եվ այս մարդը դառը լացելով, դառը, եթե քո կյանքում մի անգամ դառը չես լացել, դու քրիստոնեություն չես սովորել։ Այնպես լացել շատ մարդիկ տեսել եմ, ստից մտից լացել լիքն են։ Դառը լացես, որ Երիքովին հաղթես։ Երիքովը առանց դառը լացելու չի ստացվում։ Չի ստացվի։ Կարդամ Սուրբ Գիրքը, որ համոզվեք։ Բոլորս ապրում ենք այս կյանքը։ Ես այս Սաղմոսի տեղը չգիտեմ, բայց այս Սաղմոսի գրածը ապրել եմ։ Սաղմոսի տեղը չգիտեի, բայց։ Կարդամ լսեք։ Երիքովը ոնց հաղթվում։ Սաղմոս 41-ից 3-ը, Սաղմոս 41-ից 3-ը։ Սպասելով սպասեցի Տիրոջը, ծռեցավ ինձի լսեց իմ աղաղակս։ Եթե ողբով, արցունքով չես սպասում Աստծուն, դու չես հավատում նրա սիրուն, դու չես հավատում, որ նրա սերը այնքան զորավոր է քո նկատմամբ, որ երկնքից թողեց, եկավ աշխարհ, հանուն ինձ համար։ Աշխարհի համար չէ, ինձ համար է եկել, ես տենց եմ մտածում։ Դու էլ մտածես քեզ համար։ Եվ տեսեք ասում է, սպասելով սպասեցի Տիրոջը։ Ես հիշում եմ այդ օրերը։ Որպեսզի իմ ողբի ձայնը մարդիկ չլսեն, ձմեռված սրտին անգամ գնում էի մեր գյուղի դաշտերը խորը, որ մարդ չլսի իմ ողբի ձայնը։ Ողբում էի։ Ասում ես մարմինս մերցրա, ուրիշ մարմին սարքի, որ Երիքովին հաղթեմ։ Ես չէի հասկանում, ոնց պիտի հաղթեմ։ Լացով ասում եմ, սպասում եմ քեզ։ Ոչ մեկի չեմ սպասում։ Միակ փրկիչը, միակ զորությունը քո մեջ է, իմ մեջ չկա։ Ես մարմնավոր մարդ եմ։ Մարմնավոր եմ ես։ Բացի թշնամություն անես ուրիշ հատկություն չունեմ, բացել էր արդեն Աստվածի մեղքի բնությունը։ Ողբում էի։ Ծռեցավ լսեց իմ աղաղակս, զիս կորստյան փոսին այս տղմալից կավից հանեց։ Ով ես ողբանում է, նա ազատվում է մարմնի բոլոր ցանկություններից։ Մարմինը հաղթում անա։ Ես ասեմ գաղտնիք։ Գաղատացիս եկեղեցին հոգով սկսել էր, մարմնին հաղթել էր, բայց մի նրբություն չէր արել։ Դրա համար նորից պարտվան։ Ազատագրվել մարմնից, սա ուրիշ հարց է։ Երեկվա հաղթանակ այսօր չի անցնում,
ամեն օր պետք է պայքարել մարմնի դեմ, ամեն օր, Պողոս առաքյալ դա սովորել էր, ամեն օր մեռնում էր, ամեն օր խաչվում էր, ամեն օր անարգում էր իրան, նսեմացնում էր իրան, որպեսզի մի կաթիլ ջուր չլսի հին մարդի արմատներին։ Հաղթել ուրիշ բան է, հաղթությունը պահել, սա ուրիշ բան է։ Ամեն մարդ չի, որ հաղթում է, հաղթությունը պահում է։ Եվ տեսեք ինչ է գրած, շարունակություն։ Ոտքերս վեմի վրա ամրացուց, քայլվածքս հաստատեց, բերանս դրավ նոր երկ, մեր Աստծո գոհություն շատեր տեսնեն ու պիտի վախենան ու Տիրոջ հուսան։ Հաստատում է քո քայլերը, ազատում է քո կավից, քո մարմնից, ով էս հաղթությունը ունեցավ ու պահեց, նրանք են հափշտակվելու, մնացածը չեն հափշտակվելու, չեն կարող հափշտակվի։ Ես ինձ հաճախակի հարց եմ տալիս, ասեմ Պավել արդեն 55 տարի ավազացյալ ես, եթե Հիսուս եկավ, դու որ չհափշտակվար, քո հավատքը, քո տառապանքը, քո ողբը, քո անցանցը, ումն է պետք, ոչ մեկին է պետք չի։ Դրա համար ամեն օր ես անում եմ ողբերը, որպեսզի Քրիստոսը գա, ես 1,000,000% հափշտակվեմ։ Ես եկել եմ հափշտակվելու համար։ Եկել եմ Հիսուսի հետ հավիտյան ձուլվելու համար։ Ես չեմ եկել խաղ անելու համար։ Եղել է ես ողբալով աղոթք եմ արել։ Երանի քարոզիչն էի։ Ողբալով աղոթք եմ արել։ Երանի ես սպասավոր չլեի։ Ղազարոսի նման շները լիզինի վերքերը ոչ մեկզի չճանաչեր, ոչ մեկզի մարդի տեղ չդներ, շները լիզինի վերքերը Ղազարոսի նման սիրտ ունենամ, Աբրամի գոգը գոնե գնամ, ինձ հավիտենություն է պետք, ես ես երկրով ոչինչ չեմ ուզում, իմ համար մահը ամենաթանկորն է, ինչու համար, որ պահին մեռա, հաջորդ վայրկյանին գրկելու եմ հավիտյան Հիսուսին, դրա համար ինձ համար մահը շատ քաղցր բան է, այսօր շատերի համար մահը տառապանք է, ես կարող եմ մի հատ դեպք պատմել, վերջը մի հատ երիտասարդ, չգիտեմ ինչից ելնելով, իմ համարը ճարել էր, զանգեց, սանց երկար տարիներ առաջ, ասեց, ես ուզում եմ քեզ հանդիպեմ, վերջը հանդիպանք, շատ հայյանքով, չարությամբ, լծված, վերջը կես ժամ հայյանքով, մի հատ եղբոր նկատմամբ լծված էր, ասի վերջացիր, ասեց հա, ասի ես Քրիստոսին հանդիպած մարդ եմ, ինձ համար մահը ամենաերջանիկ պահն է, հենց մեල් մորթես ինձ, հենց մել սպանես ինձ համար ամենաթանկ բանը մահն աշխարհում, հաջորդ վայրկյանին Հիսուսի հետ հավիտյան պետք է ապրեմ, ես ես հավատքով եմ ապրում, ինձ ուրիշ հավատ պետք չի, ամեն ինչ աղբ աշխարհում ամեն ինչ վառելու է Աստված, ամեն ինչ աղբ է, ինձ Հիսուսի հետ ապրել է պետք, այստեղ է պետք ապրել, ստե պետք է ապրես, որ հավիտյանը դեղ ապրես, եղբայրներ քույրեր, մենք եկել ենք, մենք խաչվենք, Պողոսի նման ասենք, Քրիստոսի հետ խաչը ելա ես, այլևս ես կենդանի չեմ, դու ես ապրում իմ մեջ, և քո որդու հավատքով եմ ապրում, ես ամեն օր խաչվում եմ, ամեն օր ողբում եմ, որ Հիսուսը միայն ապրի իմ մեջ, ես կարիք չունեմ ապրելու, ես ապրեցի, Աստծուն թշնամություն կանեմ, եղբայրներ քույրեր, Երիքովը հաղթելը ամեն մարդի բան չի, ասեմ Սուրբ Գրքից,
նեղ այդուրը, նեղ է ճանապարհը, բոլորն են գտնում։ Ինչ ա գրած։ Ինչ ա գրած։ Քչերը, հիմել են քչերը գտնում։ Ամեն մարդ չի, որ սենց նվիրված, ամեն ինչ ուրացած, ամեն ինչ մորցած, իր ամբողջ կյանքը աղբ համարած, ուզում է աղբ համարի, որ Քրիստոս շահի, նրա մեջ ապրի, նրա հետ զուլվի, սա է հավատքը։ Ես չեմ անում ինչքան կողպաս, ինչ կլացես, ինչ օյներ կանես, ողբա, որ Աստված քո կավից քեզ ազատի, կավից չազատվար դու չես ապշտակվի։ Հորդանան արդեն հոգևոր կյանք է լրիվ, հոգևոր մարդ, ով որ ես շատ հոգիներ եմ տեսի, 55 տարում տեսել եմ եպիսկոպոսներ Ուկրաինայում ընկել եմ, Ռուսաստանում ընկել եմ, Հայաստանում եմ տեսել, և ես Աստված բացեց ինձ սավակս, եթե Երիքովը չախտեցիր, դու մնում ես գերի Երիքովին, նույնիսկ գիտեք ոնց են հաղթում, նայեք ինչպիսի հաղթանակ կա գրքի մեջ, Գողգոթայի խաչը մեզ խաչում է և դարձնում է հաշտեցնում Աստծո հետ, Գողգոթայի խաչը խաչում է մեր հին մարդին, Գողգոթայի խաչը խաչում աշխարհը մեզ էլ աշխարհի համար, Գողգոթայի խաչը նաև տեսեք ինչ անում, և դու հաղթում ես քո մարմնին, տես ինչպիսի հաղթանակ ես անում դու։ Գաղատացից եկեղեցում գրված է այդ մասին, կարդամ լսեք։ Եվ անոնք, որ Քրիստոսիներն են, իրենց մարմինները խաչ հանեցին բնական կիրքերով ցանկություն մեկտեղ։ Ոչ թե չար կիրքերը, բնական կիրքերը, որ վաղը քեզ սոված տանջեն, չուրանաս։ Տեսեք ինչպիսի դեպքեր են լինում մեր եկեղեցու մեջ կատարված։ Մեր առաջվա այն սովետի ժամանակվա եղբայրների մասն եմ խոսում։ Մի եղբայր 10-15 տարի բանտ անցնում հավատքի համար, բերում են, փոսը փորել են տալի, խորը փորի, 2 մետրից ավել փորի, որտեղ գիտեն քանի հատ երեխա ունի, փորում բրծում տենմա կնոջ երեխեքին բերել են, իջեցնում են փոսը երեխեքին կնոջ հետ, լապատկեն տալում են ձեռը, որ հողը լցի, չի լցում, մահվան աշճանի ծեծում են այս եղբորը, և հողը լցում են, այդ եղբայրը, շատ դժվար է, չէ, ասում է, մի վախեցեք, շուտով Հիսուսի մոտ կլնեք, ողբալով, այն ամեն շաղախված, բայց ասում է, մի վախեցեք, դու ամինցյան կենդանի եք, Հիսուսի մոտ, և նրանք շարունակում են լցել մինչև վերջ, սա գոհանում է Տիրոջից, ասում է, փառք ես Հիսուս, իմ ընտանիք եկամ քո մոտ, ես հավատում եմ։ Այս ողբես աղաղակը լսելուց, այս մարդիկ շուտ հողի հետ են տալիս, բոլորին փրկում են և բոլորն էլ ապաշխարում են։ Այսպիսի բան, որ կատարվի քո հետ, դու սենց կանես, չես կարա անի։ Ես էլ չեմ կարա, դու էլ չես կարա։ Մի ուրիշ եղբոր մասին պատմեմ։ Այս եղբորը էլի երկար տարի բանտը նստում է, գիտեմ, որ բանտի շուտով դուրս է գալուց, որոշում են այս ընտանիքին չթողեն ոչ հաց, ջուր, մի գրամ շրջապատում են ոչ մեկը ոչ հատ միջև ուռում են սրանք, բրոշները ճղվում է, վերջը բերում են այդ հորը բանտից հետո
մտնում է սենյակ տենում երեխեքը ընկած, ուռած, ոչ կարում են խոսեն, ոչ կարում են ես եղբայրը աֆիցերն ասում է դուրս արի, ես մեկ քիչ մնամ իմ երեխաների հետ։ Ծնգի գալի ողբոր լացում է Հիսուս ջան, ես գիտեմ նրանք մեռնելու են, ես հասնում եմ քեզ, սրտած արցունքով աղոտ կանում, հասնում եմ քեզ, գիտեմ որ նրանք քո մեջ կյանք ունեն։ Եվ դուրս է գալիս, այդ աֆիցերը ասում է, ես տենում եմ դու իսկապես հավատացյալ ես։ Ես խոստանում եմ այսօրվանից քո երեխեքին կերակրեմ, մինչև դու նորից բանտից դուրս գաս։ Եղբայրներ քույրեր, առաքյալներից 11 առաքյալ մորթվել են։ Ոչ մի առաքյալ, բացի Հովհաննեսից, որ տանջում է, Պատմոսի սկզբում 11 առաքյալին մորթել են։ Բարթիմեոսում Հայաստանում հայերը կենթանի կաշին տիկ են անես մարդի, բայց նա չի ուրացել Հիսուսին։ Հիսուսի առաքյալները այդ տառապանքն են ապրել։ Մենք էլ մեր հավատքի չափով դի տառապանք ապրենք։ Եղբայրներ քույրեր, կաղաչեմ ձեզ, կխնդրեմ ձեզ։ Դառը լացեք, որ ձեր կավի մարմնից ազատվեք։ Այս կավը շատ ատանջում էր, այս կավը շատ սարսափելի է։ Պողոս առաքյալ ամեն օր մեռնում էր, ամեն օր խաչվում էր։ Ես դրա համար այս համարները, որի մի կարդալու եմ, այս համարները ամեն օր ես ողբով անում եմ, որպեսզի կարողանամ հափշտակվեմ, որտև դրանք մարդի ամբարտավան աչքերը պիտի խոնարհին, մարդկանց հպարտությունը պիտի ցածրնա, այն օրը միայն Տերը դի բարձրանա։ Ամեն օր լացով աղոթում եմ, Տեր, ես մարդ եմ, ամբարտավան մարդ եմ, հպարտություն ունեմ, մարմնավոր բնություն եմ, եթե դու չցածրացնես, դու իմ մեջ չես բարձրանա, աղաչում եմ քեզ, ողբով աղոթում եմ, ես աղոթք եմ։ Երկրորդ աղոթն եմ ողբում, հոբինման ասում եմ, Հիսուս ջան, աչքերս բաց, քեզ տեսնեմ, որ իմ անձար համարել սովորեմ, հողի մոխրան սղճալ սովորեմ, Պողոսի նման սովորացնում, ամենատեն քո բաղը կրվեմ, որ ձուլվեմ քո հետ, որտև ես հավատում եմ այս խոսքերին, որ գրված է Հայտնության գրքի վերջում, հոգին ու հարսը կսեն եկուր, հոգին ու հարսն ես դիձուլված լի հոգու հետ, որ նույն կամք ունենա, ինչպես հոգին ասում եկուր, ընեցել հարսը, եթե ես այսպես չլնեմ, չմիանամ Աստծո հետ, չձուլվեմ Աստծո հետ, չասեմ ամեն եկուր, Տեր Հիսուս, ես չեմ հափշտակվի։ Ես ես ողբեր անում ամեն օր, որ ես կարողանամ հափշտակվեմ։ Ես աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ, ոչ մեկից մի նեղացեք։ Հիսուս խաչի վրա, եղբայրներ քույրեր, Հիսուսը խաչի վրա նա սասնի գոչումով արցունքով աղոթում էր, ողբում էր իմ ու քոնման մարդի համար, երբ որ Տերը երիտասարդ էի 20 քանի տարեկան, 21 թե 22 հիշում եմ, Տերը ցույց տվեց մի դեպք, որ Հիսուսին խաչում են, մարդիկ գոռում են, մի հատ մարդ կար շատ ուժեղ էր գոռում, ասի եթե համ տենամ ես մարդը, գնացի տեսա ես եմ։
Ես տենց դաժան, տենց սրիկա, տենց ստոր մարդ տեսա ես ինձ։ Ես իրան հայում էի, իրան մեխերի ձեռը, ես խաչում էի իրան, թքում էի իրան վրան, հայում էի իրան, ասում մի պիղծ սիրտ ունեն, սուրբ սիրտը ես ունեն, վերջին խոսքերն ասում էի մխում էի ձեռները, հագած է ձեռից ձեռ դուրս եկավ, իմ գլուխը շոյեց, ասեց, ես սիրելուց եմ մեռնում քո տեղը, ես իրան խաչում եմ, ես իրան անարգում եմ, բայց ինքը սիրուց մեռնում է իմ տեղը, այդ բանը որ տեսա ես, ամբողջ կյանքս ասի նվիրում եմ քեզ, ես պետք է միշտ մեռնեմ դու ապրես իմ մեջ, ես ուրիշ ցանկություն չունեմ այս աշխարհում, ոչ մի ցանկություն, դրա համար 52 տարեկան նոր եմ ամուսնացել, երիտասարդական, մարմնավոր ցանկություններ, մարմինը խաչել մինչև վերջ, հաղթել դա, եղբայրներ քույրեր, իմ աղաչանքն ացես, իմ խնդրանքն ացես, ավելավա ողբանք հիմա, քանց թե Եսաբետը ողբանք ու շարթեն, ես խորը համոզված եմ, ով որ թարլացել է իր մարմնից ազատվելու համար, մարմնի ցանկություններից ազատվելու համար, Տերը նրան ազատում է կավից, վեմի վրա հաստատում է նրա ոտքերը, Տերը կենդանի է պետք է անետի, եթե դու տեսնի, դու անկեղծ, ընկել ես, սպասելով, ողբում ես իր առջև, Տերը տեսնելով քո ողբը, կազատի քեզ մի բան կանի, որ ոչ մեկը չի արել, դու երջանիկ չես, ուզում ես Եվրոպա ապրի, ուզում ես Ամերիկա ապրի, ուզում ես աշխարհի ամեն հարստությունները փառքերը տան քեզ, դու երջանիկ չես լի, երջանկություն միայն այս խոսքի մեջ է, անիկա իրեն հարողներին կյանքի ծառա, զինք բռնողները երջանիկ կլան, եթե իրան չհարեցիր, իրան ամբողջ սրտով սրտիդ մեջ չպահեցիր, դու երջանիկ չես կարալնի, ոչ փողի մեջ է, ոչ էլ երկրի մեջ է, ոչ մի բանի մեջ չի, երջանկությունը Հիսուսն է, ես այդքան նեղություններ եմ քաշել, ծնողները 20 տարի ծեծել են, ես իմ քանի հատ բանտ եմ նստել, նեղություն եմ տեսել, բայց իմ ուրախությունը Հիսուսն է եղել, ես փառք եմ տալի, որ Հիսուս ունեմ, փառավորեք իրան, փառք տվեք Հիսուսին,